գովազդների մասին չեմ ասում, ես ասում եմ, բանավեճը պարտադրվի, առանց բանավեճի ընտրություն չի կարող լինի։ Հայաստանում 35 տարի ընտրություն է տեղ ունենում առանց բանավեճի։ Արաց, Արագորեն որոշում, արագորեն 3 կողմի Նայ արած, ինչ որոշում եք, խոսենք ես այն։ Ինչ ասում ենք, հա, ասենք ես այն։ Հա, նկարում եք։ Ոնց որ առաջարկում եմ կանոն փոքրամասնություն ընդունենք ամբողջ շարժման համար։ Ես կողմը։ Եփե, ես երկրորդ փաթեթ չեք գրում, չեք։ Ոնց լավ չեք։ Ոնց կարող է լավ լինենք։ Նկարի մեծամասնությունն ինչ է։ Լավ լինենք քաղաքականության մեջ կմտնենք։ Դա 7-ից մեծամասնությունը ինչ է կանում։ Մենք բոլորը դեմի օֆիսում ենք, 7-ից պետք է սկսել քննարկումը երկրորդ փաթեթի, ինչն է ընդունվում, ինչու՞ չէ։ 7:43-ը մենք սկսել ենք այդ քննարկումը։ Կամ գրազգան, որ հիմա վիդեոն հետ տանա, ինքը սկզբում ասաց կայուն մեծամասնությունը։ Ահա, հիմա առաջի կետը կայուն փոքրամասնությունն է, դա այն կետն Սերի է։ երեխեքն են։ Դա այն կետն է, որտեղ որ եթե իշխանությունը հավաքում է 2/3-ից շատ ձայն, ընդդիմությանը արհեստականորեն բոնուսներ է տրվում, որ իրենք դառնան 1/3, այսինքն իշխանությունը մնա 2/3, իրենք դառնան 1/3, քանի որ գլոբալ առումով ասում են փոփոխությունները այդ բոնուսային համակարգի մասա, սրան է ոնց որ ավտոմատ դիհանենք, դաժե ինքը երկրորդ փաթեթի մաս չի, էլ ինքը իրականում առաջի փաթեթի բխող կետ է։ Վաղուց չկաս հարցնում այնց վայիսում տեսածը հերուստա տեսություն ինչ տալիս է ու գալիս է պատասխան եթե քիչայի մարածը քեզ կանչում եմ դատաստան ձորից ձորը Հայաստան ստեմ երկու տիպի հայը մեկը ինչ ասում ես չէ մեկը ինչ ասում ես հայը կա որ մարդը իրա փայը 10 տարով ցավել ճոխություն տանքած Ես մեկը դեմ չեք ցանկացած բանի մենք ոնց որ կարանք ասենք քանի որ ընդլայնվել է բոլորին դեմը արդեն ինչ-որ այդ նախնական իդեան չի, լիքը ասենք ուրիշ իդեաներ են մտել, այդ ընդայնվելու կապակցությամբ ներկայացնում են ձեր մեր ամբողջական Հələ որ երրորդ փաթեթը, հետո կարող է երրորդ փաթեթն դառնալ։ Քվեարկում է, որ նոր ուժեր հայտնում է, որ մի հատ էլ հարցնում է տիպը բալա, բա ինչն է դեր ծրագիրը, նոր ասում ես կետերը։ Առաջի կետը այս կանոն փոքրամասնության կետն է, որ անցած անգամ քննարկել էին։ Այդ եթե ինֆորմատիկան չները հետևյալ է։ Մենք նախատեսել ենք, որ կանոն մեծամասնությունը չեղարկենք, բայց նաև sense դրույթ կա, որը դրական օրենսգրքի դրույթ է, որ եթե ընդդիմությունը խոսքի 10% հավաքել, ոչ իշխանությունը կողմից ասած, իրան էլ արհեստական այնքան մանդատ են ավելացնում, որ դառնա 30%։ Ու այս կետը այն մեր բոլորին դեմ է 30%-ա թե 1/3-ը։ 1/3, հա, 33%։ Հա, ու դա նաև ոնց որ խնդիր կա, այս մեր բոլորին դեմ եմ քվեաթերթիկի հետ, որտեղ երբ որ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը մեր գծած համակարգում էլ խոսքի 5% հավաքում, եթե դեռ զուտ ընդդիմության քվեները էլի սարքում են 1/3, դառնում է այսի անկապ մի բան արեցինք, էլի։ Այսինքն ոնց որ այսի խոշոր հաշվով դաժե մտածում ենք, կոպիտ ասած, էսի вообще երկրորդ փաթեթ չի, էսի այն մեր առաջին լրացումն է։ Բխող մի բան է, որը պետք է sense տնես չեղարկենք, այսինքն արհեստական ավելացումներ թե ընդդիմությանը, թե դիմությանը ոնց որ չեղարկում ենք։ Էսի անցած անգամ ոնց որ ասած անցել է երկրորդ փուլ քննարկման, որտեղ կարծում ենք, որ էսի պարտադիր բան է, առաջարկում եմ ոնց որ եթե ինչ-որ մարդ չկա, որ սրան դեմ է, էսի ոնց որ ընդունենք ձևակերպումները օրենքի մեջ կհասկանանք ոնց կտանք, էլի։ Կներես բանը, այդ վարչապետի այդ տարի բանը, օրինակ կարող է այդ բանը մտնել, նույն այդ օրը բան աշխատանքային օրը տաքսիստներին ասենք բան սարքել, ծրագիր սարքել, որ ասենք դա պետական ծրագիրները 5%-ից ավել չպետք է որ են դնեն, բանան, ասենց բանը դնես ավելի կարող է օգուտ տա, կամ դա կառավարությունը վերական։ Անդոտ բան։ Մի հատ Անդրանից է, տեսեք ես հետո մի օրով ավազ պետք է նայել, մի օրով։ Անդրանիկ
Տեսեք, եթե դուք տարիների սկզբունքով եք խոսում, ես պարոն Իգոնոմովի հետ համաձայն եմ, բայց ես երբ որ էսի օրինակ առաջարկել եմ, ինքը եկել է ժամկետների սկզբունքով, ոչ թե տարիների։ Այն սցենարները, որ դուք ասում եք, ենթադրենք իմպիչմենտա կամ հրաժարականա տվել, եթե այս փոփոխությունը լում է, օրվա քաղաքական ուժն ու վարչապետը այս փոփոխությունից ելնելով իրենց որոշումները պետք է կայացնեն, որ 2 ժամկետից ավել չկա։ Եթե իմպիչմենտի է մարդը ենթարկվել, նշանակում է իր գործը լավ չի արել, ու մենք շատ չպետք է անհանգստանանք, վայ ինքը 2 տարուց իմպիչմենտի արեց, բա որ հետո լավը դառնալ հետ գար, կամ եթե ինքնակամ հրաժարվի, դա իր պատասխանատվության հարցն է, ինքը իմանալով է հրաժարվելու, որ 2 սրոկից ավել մեկը չի կարող գա։ Այդ մասով։ Ինչն է սրա իմաստն ու օգուտը։ Եթե նախընտրական process-ների մասին ենք խոսում, եթե ուշադրություն դարձնենք, երբ որ սկսվեցին քաղաքական process-ները ու շարժները, բոլոր ուժերը առանց իրար հերթալով ասում էին, որ մենք չենք համագործակցի Քոչարյանի, Սերժի, մեկ է Նիկոլի հետ։ Գրեթե բոլորը, դաժե Սամվել Կարապետյանը։ Այսինքն արդեն օդում կախված կոնսենսուս -3 գոյություն ունի հայկական քաղաքական դաշտում։ Երբ որ դու ես առաջարկը անում ես, նույնիսկ նախընտրական փուլում, սա հնարավորություն է քեզ տալի ավելի լայն կոնսոլիդացիա, օրինակ Էդմոն Մարուկյանին ինչ որ առումով համոզելու կամ մյուսներին, հիմա անունը էական չի։ Մյուս մասը, Հայաստանում պարլամենտական երկիր ենք ասում, գոյություն չունեցող քաղաքական դաշտի պայմաններում, որևէ կուսակցությունից սկսած Արշակ Սահակյանի կուսակցությունից երբեք սերնդափոխություն չի եղել։ Դա ֆիքսված 100%-անոց փաստ է։ Չկա, մատները դրեք մի հատ կուսակցություն, որ սերնդափոխություն է եղել։ Այդ պարագայում էսի շատ կարևոր է դառնում անգամ այդ քաղաքական դաշտը ժամանակի ընթացքում առողջացնելու տեսանկյունից։ Ես չեմ ապրում այն ուտոպիաներով, մենք որ մեր մոտ Անգելա Մերկելները հերթ են կանգնել, որ կամ պետությունը ղեկավարեն, մենք ասենք ինչ լավ կլինի 30 տարի ղեկավարի։ Սա քաղաքական դաշտը առողջացնելու համար, մյուս ուժերին կոնսոլիդացնելու համար, Նիկոլին խաղից դուրս հանելու համար։ Ես անձամբ չեմ ուզում 100 օր հետո ինքը մասնակցի ընտրություններին, որովհետև ես կարծում եմ, որ ինքը հիմա ձևավորել է մի իրավիճակ, որ սպառնալիքի վտանգի տակ մարդկանց ստիպում է ընտրություն կատարել, ինքը դա 100 օր հետո էլ անելու։ Իսկ ես դեռ որ Հայաստանի Հանրապետությունը մարդիկ իրենց ապագան սպառնալիքի, արտաքին սպառնալիքի ուժի տակ որոշը։ Դա համար ես կարծում եմ, որ 2 սրոկով դիլնի, ինքը իմ համար ես չեմ տեսնում իր Հայաստանի կոնկրետ պարագայում, ոչ թե տեսական պարլամենտարիզմի, ես իր բացասական կողմերը չեմ տեսնում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ժամանակը խսուղ է, դե ես եմ որոշել, թոլսի յուրաքանչյուրը ով է չի թողում տա շենքը լվախտ։ Ուզում եմ գիշերվա արել, ուր ամեն մեկ իր դերում, ավելի շատ ինձ տանել, ուշ ավելի քիչ ինձ բերում, գալու է գիշերվա արել, ես լինելու եմ ամպերում, դրա համար եմ պետք բառեր, բայց համբերում եմ համբերում։ Որովհետև մտածել է կերպը հազիվ անկալում ութից ավել բարերով երկը վախտ հլը սովետը ունի հետք մի քանիսը մնացել են խանգարող են ու անպետք լվախտ որտև գոռում են կապեն մենք բայց նայում ես թիմայինը վաշեմերը չի սպասենք լվախտ որտև նայում ենք իրար թեք հլը տեղը ստե ուղի հա միատ զորը ներ բրթենք իրար վախտ եկե ու Ես գիտես ինչ կարելի են որ հոց լոքշել կուսակցություն ունեն սանդալիա Չգիտեք իներով մի միլիոն սպելվեն, գայվավատ Այն տպավորությունը, թե բանավեճը դա խոսալու արվեստ է, ոչ, բանավեճը ասելիք ունենալու արվեստ է։ Եթե դու ասելիք չունես, ինչքան սիրուն խոսածով լինես, քո դերասանությունը բանը երևալու է։ Ամենակարևոր հանգամանքը ընտրողը չի հասկանում, երբ որ մենախոսություններ է լսում, դու էլ ես ճիշտ ասում, դու էլ ես ճիշտ ասում, դու էլ ես ճիշտ ասում։ Միայն բանավեճի ժամանակ է, որ ինքը նույնիսկ չհասկանալով նյութը զգում է, որ սա ոնց որ սրան հաղթում է այս թեմայի։ Եվ դա միակ ձևն է, որ մարդիկ քիչ թե շատ կարողանան կողմնորոշվել եւ բովանդակային որոշում կայացնել։ Եվ այստեղ միակ շատ կարևոր բան կա, բոլորի մոտ այս կլիշեավորված տպավորություն կա, որ կուսակցությունները ընտրությունների մասնակցում են իրանց ծրագրերով ու հաջորդ 5 տարում այդ ծրագիրը չկա այդպես բան։ Հաջորդ 5 տարին այնքան հանգամանքներ է փոխվում, որ նույնիսկ իդեալական ծրագիր գրես, դու այդ ծրագիրը չես կար։ Կուսակցությունները ընտրությունների մասնակցում են մարդկանցով, ովքեր կարան իրավիճակում ճիշտ կողմնորոշվեն, ճիշտ արձագանքեն, ճիշտ հիմնավորեն, մարդկանց իրանց հետևից տանեն։ Հա, իրենք այս պահին ինչ-որ ծրագրային բաներ են ասում, որը քեզ մոտավոր պատկերացում է տալիս, թե այս պահին ինքը ինչ կանել։ Վաղը հանգամանքները փոխում են 5 տարի, հազարատ իրադարձություն է լինում։
Այդ հանգամանքների մեջ դու մենակ այդ մարդուն կարաս վստահես, ոչ թե նրա գրած ծրագրին, որը արդեն երկրորդ տարում արդեն ոչ մի բան չի ունենալու, իմաստ չի ունենալու։ Հետևաբար բանավեճը միակ բանն է, չափորոշիչն է, որով նորմալ մարդը կարա կողմնորոշի։ Ինչի վրա են ծախսում կուսակցությունները դրոպեները։ Ծառուկյանը գնում այն ինչ-որ մի գյուղում դեմը ոչխար մորտեցին։ Ուռա կեցե Ծառուկյանը։ Ծառուկյանը թող գա բանավեճի մյուս հետ։ Եթե ընտրական հանձնաժողովը ստիպում է բանավեճերի, այդտեղ թող Ծառուկյանը փայլի, ոչ թե ոչխար մորտելով, օրինակ, էլի։ Ծառուկյանի իր ալիքը պիտի փակի։ Այո, Ծառուկյանի ալիքը նույնպես ենթարկվում է օրենքին։ Ոնց որ հիմա ենթարկվում են բոլորը։ Իրավունք չունեն, այսինքն Ծառուկյանի ալիքը ընտրությունների Լոգիկան կա իրական։ իրավունք չունի Ծառուկյանին ավելի շատ ռեկլամ տա կամ նորերին։ Հա, բայց ընտրության թեմայով չի անում, բայց ասում է Գագիկ Ծառուկյանը այցելեց այս Սա արդեն վաղուց մշակված, մոնիտորինգ արվում, դիտորդներն են անում, եվրոպական ու չգիտեմ ինչական, այդ սա արդեն կանոնակարգված է այդ բաները։ Ով ինչքան է երևացել, տոկոսներ են հաշվում։ Բայց իրականում սա խախտում է։ Բայց ես դրա մասին չեմ ասում, այդ գովազների մասին չեմ ասում, ես ասում եմ, բանավեճը պարտադրվի, առանց բանավեճի ընտրություն չի կարա լինի։ Հայաստանում 35 տարի ընտրություն է տեղի ունենում առանց բանավեճի։